ներկուսակցական քարոզարշավը լուսաբանվում է, հա, ձեր կողմից եւ այնտեղ մի դրվագ տարածվեց, որտեղ դուք Արտաշատի քաղաքապետին ձեռքով հրում եք, բզում եք, որպեսզի լրացնեք, չտա նախկին ոստիկանապետի անունը եւ չհայտնի, որ այս շենքը պատկանում է Արամ Հովհաննիսյանին։ Ինչ է փորձում լրացնել, սա արդյոք մենք ընկալենք որպես լրացման փորձ Արամ Հովհաննիսյանի անունը չտալու համար եւ արդյոք պետք է ենթադրենք, կարծենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է օրինակ ենթադրաբար Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել եւ մեկ անձնական բնույթի հարցը, պարոն Փաշինյան, դուք մկրտված եք, եթե այո, ապա կարող եք ասել, որ եկեղեցում որքան անեց այս մկրտվել։ Այո, ես մկրտված եմ, ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի ենթադրում եմ հուլիսի 25-ի կողմերը Շուշանի ծնվելուց որ ժամանակ անց երեխաների հետ միասին եւ Տեր Կորյուն քահանան ինձ մկրտել, որը կինոհայրենիքի մեր Բաքում էր ապրում, ցավոք մահացավ մի քանի տարի անց։ Ինչ վերաբերվում է իմ այդ ռեակցիային, դա ռեակցիա է ուղղակի եւ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի եւ պետք է նաեւ պաշտոնյաներին երբեմն թողել հանգիստ իրանք նախկին պաշտոնյաներին իրանք իրանք կյանքով ապրեն, առավել եւս որ այդ շենքը կառուցվել է 15, չգիտեմ 20 տարի առաջ, երբ որ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ աշխատելիս եղել։ Գիտեք ինչ, ես դատախազության անելիքները չեմ որոշում ու կանխորոշում։ Դատախազություն ընդհանրապես բոլոր պետական մարմինները պարտավոր են իրենց անելիքը անել։